Դա որ ժամին էր, երբ որ գնաց Նարեկ Օհանյանի իրենց տուն։ Չեմ հիշում, ժամանակ չեմ կարող նշեմ ես, որովհետև չեմ հիշում։ Իսկ մետրը դուք տեսել եք անձամբ։ Ձեռքին ինչ-որ մի բան կա, ըստ տրամաբանությամբ կլորոտ բաներ, ըստ տրամաբանություն եմ ասում, տեսել եմ։ Տեսել եք։ Սամվել Ղազարյանն է տեսել եք։ Սամվել Ղազարյանը չգիտեմ, տեսել թե չէ Սամվել։ Դե դուք ընկերներ եք, խոսացած կլինեք էլի, դրա համար եմ հարցնում։ Ինչ խոսացած լինենք։ Ասեն մետրը ինչի համար է վերցնում կամ ասենց։ Մետրը ինչի համար։ Որովհետև մեբելի գործանող մարդը սովորական երևույթ է դա, որ մետրը լինի։ Դուք 2025 թվականի սեպտեմբերի 10-ին Մեհեր Ախտոյանին ճանապարհելուց ներկա գտնվել եք։ Ոչ։ Չէ։ Չէ։ Իսկ երբ եք իմացել, որ Մեհեր Ախտոյանը մեկնել է Հայաստանի Հանրապետությունից։ Չեմ հիշում։ Չեք իմացել։ Դավիթ Ախտոյանը ձեր ընկերն է։ Ոչ։ Նարեկ Օհանյանը ձեր ընկերն է։ Ոչ, ավակ գյուղի կարելի ասել ավակ ընկեր, բայց ընկերական հարաբերությունների մեջ են, որտեղ տարիքային հարաբերություններ ցույց չի տալիս։ Իսկ Գևորգ Հարությունյանը Գևորգ Հարությունյանն է համագյուղացի ընկերական, որը ասում էի, որ շատ մարդկանց հետ եմ ընկերական շփման մեջ, Գևորգը այդ մարդկանցից է։ Այսինքն Ղազարյան Սամվել, Վարդանյան Արայք, Վարդանյան Հայկի հետ միասին, այդ Գևորգ Հարությունյան ձեր ընկերն է։ Ոչ, միասին չէ, ես նշեցի, հենց նոր էլ ասեցի, որ շատ ընկերներ ունեմ, բայց այն մարդիկում հետ, որ ես կարող եմ անձնականից հետ կիսվեմ, իմ նշած մարդիկ են։ Ձեր մայրը երեկոյան որ ժամին է ձեզ զանգել։ Տվյալ օրը եւ ինչի համար է զանգել։ Չեմ հիշում, միշտ ես իմ մայրիկի հետ ամեն օրը, ասենք ժամը 1-ը կարող ես իմ օրը զանգել։ Նույնն էլ մայրիկս։ Իսկ դուք տուն գնալուց հետո քնել եք թե ձեր ընկերներից որևէ մեկի հետ հեռախոսազրույց եք ունեցել տեսակապով կամ թե ուզնից։ Զանգով եմ խոսացել Սամվելի հետ Ղազարյանի։ Ում հետ որ միասին կանգնած եք եղել ամբողջ ժամանակ ու այդ ասենք ժամը 7-ից գտե մինչև 10-ի սահմաններ իրար հետ եք եղել, բայց տուն գնալուց հետո նորից խոսել եք։ Հա, Սամվելի մեկ էլ Ինչքան ժամանակ։ Չեմ հիշում։ Ինչ հարցեր էիք քննարկում, որ չկարողացաք դրսում քննարկեիք, այլ գնացիք հեռախոսով սկսեցիք քննարկել։ Չկարողանալու բախ չկար, սուտ առօրյա էլի շփվել։ Հանրային մեղադրողի հարցին պատասխանեցիք, որ Վալոդիա Գրիգորյանի սպանության մասին ու տեղեկացվել եք, այսինքն 2025 թվականի սեպտեմբերի 24-ին առավոտյան լուրերից։ Իսկ գիշերը որևէ մեկից չեք տեղեկացել ու հեռախոսազրույց չեք ունեցել, զանգեր։ Ոչ։ Դուք հաճախ եք գնացել Նարեկ Օհանյանի տուն, թե դա առաջին անգամն էր։ Հաճախը հարաբերական է, ամեն օր չեմ գնացել, բայց գնացել միշտ էլ գործին նայել եմ, ուրախացել եմ էլի։ Կարող եք հիշել վերջին անգամ նկատի չունեմ սեպտեմբերի 23-ը 2025 թվականը։ Դրանից ավելի վաղ երբ եք եղել։ Չեմ հիշում։ Կարող
3 օր առաջած գնացած լինեմ կամ մի շաբաթ։ Ինչով կբացատրեք, որ դուք նախաքննության ընթացքում վարույթ իրականացնում, հա? Չէ, հրապարակում չեմ անում, հարցին պատասխանեց, ուրիշ բան, ուզում եմ հստակեցնել պատվարժանը, հրապարակում չեմ անում, չէ։ Նախաքննության ընթացքում, քիչ առաջ ցուցմունք տալիս եմ, դուք ասացիք, որ օգտագործել եք 098 57 33 46-ը, իսկ 93-ը եղել է ձեր հայրիկին։ Ինչու եք ձեր հայրիկի համարը տվել եւ ոչ թե ձեր։ Որովհետև իմ հայրիկի համարը միշտ հասանելի է։ Կարող լինի, ասենք, ես ձենը շուշուտ եմ անջատում իմ հեռախոսի, ես դաժե վայնկոմատ էլ որ գնում եմ, փորձում եմ տանեցիներից մամայի, պապայի համարն է տան, որ իմ հետ չկարանան կապ հաստատեն, իրանց հետ հաստատեն։ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին եւ դրանից առաջ, օրինակ, դուք զանգեր ունեցել եք Նարեկ Օհանյանի եւ Գևորգ Հարությունյանի հետ։ Հնարավոր է։ Հաճախ։ Հաճախականություն չեմ հիշի, հնարավոր է, որ զանգված լինի։ Դուք մտերիմ հարաբերություններ ունեցել եք Մեհեր Ախտոյանի հետ, թե ընդունել եք որպես համայնքի ղեկավար։ Ընդունել եմ որպես համայնքի ղեկավար։ Իսկ Դավիթ Ախտոյանի նշեցի, որ ընկերներ չենք։ Ոնց եք ընդունել որպես համագյուղացի ավագ ընկեր, թե Մեհեր Ախտոյանի եղբայր։ Որպես գյուղի մեծ։ Դուք ինչպեսի հարաբերություններ ունեք Գոհին Սկանդարյանի հետ։ Համագյուղացին է։ Էլի ես ում էլ որ չեմ ճանաչում, էլի մարդկային ընկերական վերաբերմունք եմ ցույց տալի, եթե ինչ-որ կարիք կա։ Բայց գորե էլի համագյուղացիներ ընկերական հարաբերություն։